Բարև ձեզ փոքրիկներ եւ ոչ միայն փոքրիկներ։ Գիտեմ ես ձեր քունը չի տանում, համոզված եմ ես դրանում, այդ պատճառով էլ հեքիաթ չեմ պատմի, այլ մի պատմություն շատ պիտանի, իրական դեպք է ու նաեւ նշան, որ լավ հասկանանք մենք գործերը շան, իրական դեպք է ու նաև նշան, որ լավ հասկանանք մենք գործերը շան։ Գիտեք, թե ինչու են այն մարդիկ կարճ ճանապարհը թողած երկար ճանապարհով գնում, որովհետև չգիտեն, թե ինչով վերջացավ Շեկոյի պատմությունը։ Ասենք դուք այդ պատմության սկիզբն էլ չգիտեք, դե ուրեմն լսեք, ես Շեկոյի պատմությունը կպատմեմ սկզբից մինչև վերջ։ Կար չկար, աշխարհում Շեկո անունով մի շուն կար։ Չէ, Շեկոյի պատմությունն այդպես չեն պատմում։ Շեկոն հոհեքիաթի շուն չէ, Շեկոն մեր բակում էր ապրում։ Ես իմ աչքով տեսել եմ նրան, իմ ձեռքով շատ հեռվից ոսկոր եմ գցել նրա առաջ ու իմ ոտքերով փախել եմ նրանից։ Կարծեցիք վախկոտ եմ, իսկ Շեկոյից ով չէր վախենում։ Շեկոյի ահից թե մարդ, թե կենդանի, կարճ ճանապարհը թողած երկար ճանապարհով էին գնում։ Մի բան էլ որ ասեմ, ավելի կզարմանաք։ Շեկոն հաստ շղթայով կապած էր իր բնից։ Շղթայով կապած շնից էլ կվախենան։ Իհարկե կվախենան, եթե դա մեր բակի Շեկոն է։ Զնգ, 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 այս ինչ զնգոց է, այս մեծ բնի մեջ շղթա է թե հոց է, շղթան ուրիշին է, իսկ վախը քոնը, այս մեծ բնի մեջ փախանք Շեկոն է։ Շեկոյին դեռ փոքրուց էին շղթայով կապել։ Մեծանում էր Շեկոն ու ամեն տարի նրա վզի շղթային մի օղակ էին ավելացնում։ Ինչ շուն էր, ինչ շուն։ Նրա շղթայի զնգզնգոցից անգամ բոլորը սարսափած փախչում էին։ Մի վախեցեք, կապած է, ասում էր Շեկոյի տերը։ Հետո ինչ որ կապած էր։ Շեկոն այնպես էր հարձակվում, որ թվում էր, թե գետինն էլ շղթայի հետ կպոկի ու վրա կտա։ Բայց նրա ցատկը միշտ օդում էր մնում։ Ու պիտի տեսնեիք, թե շունն ինչ չարությամբ էր նայում իր շղթային, ինչ կատաղությամբ։ Նույն չարությամբ ու կատաղությամբ Շեկոն նայում էր նրանց, ովքեր վախեցած փախչում էին իրենից։ Շեկոյի աչք ու ականջից հեռու նրա մասին խոսելը մեր բակի տղաների սիրած գործն էր։ Բա շղթան, մի առանձին զրույցի թեմա էր Շեկոյի շղթան։ Տեսնես ինչից էր սարքած, ոնց էր դիմանում, ոնց էր որ չէր պոկվում։ Շղթան որ չլինի է, շղթան որ չլինի է։ Այսպես իրենց խոսքը սկսում ու իրար հերթ չտալով մեր բակի տղաները պատմում էին իրենց երևակայությունները, եւ ում երևակայության մեջ Շեկոն ավելի ուժեղ շուն էր, նա հաղթում էր մյուսներին։ Անշղթա Շեկոյի անելիքը կարծես իրենց էին վերագրում մեր բակի տղաները։ Իսկ հաջորդ օրը հաղթող թե պարտված բոլորը կարճ ճանապարհը թողած երկար ճանապարհով էին գնում։ Մի օր էլ մեկը մյուսին կապած շնից վախեցող ասելով մեր բակի տղաները հավաքվեցին ու գնացին կարճ ճանապարհով անցնելու։ Հեռվից միայն բույնն էր երևում։ Շեկոն ու շղթան բնում էին։ Տղաները սիրտ արեցին ու շղթայի երկարությունը հիշելով քիչ-քիչ մոտեցան։ Իսկ Շեկոն մի մեծ ոսկոր կրծել ու կեսորի շոքից նեղված իր բույնն էր մտել։ Բայց այդ ով էր սիրտ արել իր բնի մոտով անցնելու, ովքեր են սրանք։ Ու Շեկոն չհամբերեց, որ բնից դուրս գա ու հենց բնի միջից իր ողջ չարությամբ ու կատաղությամբ դուրս նետվեց ու Շեկոյի շղթան կտրվեց։ Շեկոյի շղթան կտրվեց։ Շեկոն ցատկեց ու 4 ոտքը դրեց այն տեղին, որտեղ ոտք չէր դրել երբեք։
Շրջվեց ու նայեց շղթային. ինչքան էր երազել պոկված տեսնել այդ շղթան, ինչքան էր կատաղեցրել իրեն այդ զնգզնգանը, որ հիմա սատ կածոցի պես ընկած էր իր առաջ։ Իր հարձակումը միշտ կիսատ էր մնացել դրա պատճառով, եւ ահա շղթան կտրված է։ Ժամանակն է, որ Շեկոն ցույց տա կարճ ճանապարհով անցնողներին, ահա նրանք, քարացած, լեղիները ջուր կտրած կանգնած են իր առաջ, դե։ Շեկոն մի քայլ առաջ գնաց, շրջվեց ու նայեց շղթային։ Մի քայլ էլ արեց, նորից շրջվեց ու նայեց շղթային։ Տղաներից մեկն ակամա մի շարժում արեց։ Շեկոն ցնցվեց, առջևի ոտքերը ձգեց ու սկսեց դողալ։ Տղաները սիր տարեցին ու մի քայլ առաջ եկան։ Շեկոն նայեց տղաներին, նայեց իր պոկված շղթային ու հետ գնաց։ Տղաներն էլի առաջ եկան։ Շեկոն շրջվեց ու գնաց դեպի իր բույնը։ Ու բոլորը տեսան ոտքերի արանքը մտած նրա պոչը։ Ամեն ինչ վերջացած էր։ Շեկոյի գաղտնիքը բացված էր, ու բացված էր նախ իր համար, վերջ, երկաթե զնգզնգանը կտրվել էր ու նեղ պահին դավաճանել նրան։ Այս ամենը կատարվեց շոգ կեսօրին։ Երեկոյան մեր բակի տղաները Շեկոյի հետ մոտիկից էին ծանոթանում։ Շեկոյի բույնը կանգնած էր իր տեղում, բայց ոնց որ առաջվանը չլիներ։ Դա երևի նրանից էր, որ տղաները պոկել դեն էին գցել Շեկոյի շղթան։ Ոչ շունը, ոչ տղաները դրա զնգզնգոցը լսել չէին ուզում։ Դուք ամեն ինչ իմացաք։ Բայց նրանք, ովքեր չգիտեն, թե ինչով վերջացավ Շեկոյի պատմությունը, դեռ կարճ ճանապարհը թողած, երկար ճանապարհով են գնում։ Ես չէի ուզում բացել Շեկոյի գաղտնիքը, միայն չդիմացա ու պատմեցի ամբողջ պատմությունը, սկզբից մինչև վերջ։ Բայց երկնքից 3 խնձոր չի ընկնի, որովհետև սա հեքիաթ չէ, ու Շեկոն էլ հեքիաթի շուն չէ, Շեկոն իսկական շուն է, նա ապրում էր մեր բակում։ Ես իմ աչքով տեսել եմ նրան, իմ ձեռքով շատ հեռվից ոսկոր եմ գցել նրա առաջ ու իմ ոտքերով փախել եմ նրանից, քանի դեռ Շեկոն հաստ շղթայով կապած էր իր բնից։ Ես ձեզ պատմեցի մի լավ պատմություն, Շեկոյի արածն ինչ էր մի մեծ քաջություն, չէ, քաջ չէր նա վախկոտ էր անգամ, Շեկոն մի շուն էր շատ սովորական, չէ, քաջ չէր նա վախկոտ էր անգամ, Շեկոն մի շուն էր շատ սովորական։ Վերջ, հեքիաթն ավարտվեց, կհանդիպենք հաջորդ շաբաթ։